Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Հասանելիություն, օրը 24 ժամ և շաբաթը 7 օր։ Ավագ հինգշաբթին այն օրն էր, երբ Տեր Հիսուսն Իր աշակերտների հետ վերնատանը վերջին ընթրիքն էր կազմակերպել։ Հենց այդ օրը Տերը լվաց Իր աշակերտների ոտքերը և վերջին անգամ հաց կիսեց նրանց հետ։ Այս ընթրիքի ժամանակ էր, որ Տեր Հիսուսը կանխավ հայտնեց, որ Իր աշակերտներից մեկը մատնելու է Իրեն, և խոսեց նաև Պետրոսի ուրանալու մասին։ Ընթրիքից հետո աշակերտներն ուղեկցեցին Տեր Հիսուսին Գեթսեմանի պարտեզ, որտեղ Նա աղերսանքով աղոթք արեց. «Հա՛յր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրու ինձանից, սակայն ոչ թե իմ, այլ Քո կամքը թող լինի»։ Այնտեղ էր, որ Տեր Հիսուսը սովորեցրեց Իր աշակերտներին ու նաև մեզ, թե ինչ անել, երբ հասնում ենք մեր մարդկային հնարավորությունների սահմանագծին, երբ այլևս ուժ չունենք և Աստծու օգնության ու միջամտության կարիքն ենք զգում։ Սիրելի՛ բարեկամ, աղոթքն Աստծու զավակների արտոնությունն է։ Դու Տեր Հիսուսի նմանությամբ ազատ մուտք ունես Հայր Աստծու ներկայության մեջ, քանի որ Նրա սիրելի զավակն ես։ Ա Հովհաննես 3:1 կարդում ենք. «Տեսեք՝ ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք, և իսկապես ենք»։ Աստված այնքան է արժևորում Իր զավակների ներկայությունը, որ երբե՛ք չի դադարում կանչել նրանց Իր մոտ։ Անկախ այն բանից, որ Նա ամենակարող Աստված է, Թագավորը երկնքի ու երկրի, տիեզերքի Արարիչը, Նա երջանիկ է, երբ Նրան մոտենում ենք սիրուց դրդված, երբ Նրա հայրական օգնությունն ենք աղաչանքով խնդրում, երբ Նրա իմաստուն առաջնորդությունն ենք փնտրում մեր կյանքում և մեր կյանքի դժվարին ժամանակներում Նրա միջամտությանն ենք վստահում։ Նա նրբանկատ Հայր է, Ով առատորեն տալիս է քեզ Իր քնքուշ սերն ու ողորմությունները։ Եվ Նա երբե՛ք այնքան զբաղված չէ, որ չկարողանա պատասխանել քո աղոթքներին։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Երկնքում դու վայելելու ես մշտապես Նրա ներկայության մեջ լինելու ուրախությունը։ Սակայն մինչ կգա այդ հիասքանչ ժամանակը, Աստված կամենում է այսօր հիշեցնել քեզ, որ դու լիարժեք կարող ես վայելել այս գերբնական արտոնությունը՝ մոտենալով Նրա շնորհի գահին և վայելելով Նրա քաղցր ներկայությունը (տե՛ս Եբրայեցիս 4:16 խոսքը)։ Տեր Հիսուսը մեզ համար ճանապարհ բացեց դեպի Հայր Աստծու շնորհքի գահը։ Ընդունելով Տեր Հիսուսին որպես քո կյանքի Տեր ու Փրկիչ՝ դու հավիտենական կյանքի խոստումն ես ընդունում, իսկ այս կյանքում Աստծու գահին մոտենալու արտոնությունը։ Վայելի՛ր օրդ թագավորների Թագավորի ներկայության մեջ։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման։